Որ առաջի անգամ գնացի էդի սաղ տանկեր էին էլի, սաղ, մի 10 տանկ կար, մոտորապես էլի, այլը շատ էլ հետևոքային։ Առաջինը վրիպեցի ու երկորդը մի 2 րոպեի ընթացքում էդի երկորդը խփինք։ Սա միայն առաջին օրը Ստեփանակերտի զինկոմիսարիատից 1 տարի առաջ զինակոչված Մարատ Պետրոսյանն է լրագրողներին պատմում իր կողմից խոցված 5 տանկերի մասին մանրամասները։ Երկրորդ օրը էլի 3 հատ, հետո վերջ օրը մի հատ կրակեցի։ Դրանից հետո այդ տանկը չկար, էլի առավոտ գալիս փախնում էին իրիկունը գալիս։ Քաջ ու դիպուկ այս հայորդուն նրա զինակիցներն արդեն ուստա կամ վարպետ են անվանում։ Ինքն ամենևին դեմ չէ այդ կոչմանը։ Ուստա դառնալու գաղտնիքն իր կարծիքով ոգու եւ արագաշարժ գտնվելու մեջ է։ Պետք է ընկերանալ նաեւ զենքի հետ։ Դե իմ համար էս 3-4 օրվա համար ընկերս էր էլի։ Առավոտից իրիկուն հետս էր։ Սակայն միայն Մարատը չէ, որ կարողացել է այս դիրքից թշնամու տանկ շարքից անել։ Նրա զինակից Հայկ Մելքումյանը շարունակեց վարպետի անավարտ մնացած գործն այն ժամանակ, երբ Մարատը բացակայում էր մարտադաշտից։ Այն պահին բացակայում էի, ցուրտ էր, անձրև էր գալիս, մենք էլ չէին կարող գնայինք էլի։ Սնայպերները խփում էին, ասի չէ թողեցել ինքը գնա, ես գնացի, որ բուշտատ բերեմ հակնի։ Դե գնացի ու սկսեցին գրադով խփել, մնացի բլինդաժում։ Մի ժամից եկա, լսում եմ, որ մի տանկ ա խփել։ Մարատը բացակայում էր, դե տանկը դույս եկա թխալում։ Դեմից երկու հոգու էինք, ես ու Արամյանը Գարիկը։ Ընկերս ա, դե հետո որ պիտի իմ համար սնայարներ բերին, ռակետիկ։ Ինքը եկավ ու մնաց, չգնաց։ Դենց էլ 3 հոգով շարունակում էինք, կարակում էինք։ Մեր տղաները հավատում էին իրենց ուժերին։ Մարատի խոսքով առանց դրա հնարավոր չէր լինի խոցել թեկուզ եւ 1 մարտական մեքենա։ Վստահեցնում է, արցախցին կարող է հանգիստ լինել, ամեն ինչ վերահսկողության տակ է։ Այ դի հանգիստ մնացեք, սա լավ է լինելու։ Տանկ չի անցնելու ստեղ։ Սերժո Արշակյան, Հայկ Բաբայան, օր